Շատ լավ, շատ բարի։ Եկեք անցնենք Աստծո խոսքին, եկեք բացենք Եփեսացիս թուղթը։ Եփեսացիս թուղթ 2-րդ գլուխ 10-րդ խոսքը։ Եվ եկեք կարդանք 10-րդ խոսքից, որովհետև նրա ստեղծվածն ենք, Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնց Աստված առաջուց պատրաստեց մեզ, որ նրանցում վարվենք, որովհետև նրա ստեղծվածն ենք, Աստծո ստեղծվածն ենք, Քրիստոս Հիսուսով, գիտեք, որ ամեն բան Հիսուսով ստեղծվեց։ Աստծո խոսքը ասում է, որ նա է Աստծո խոսքը, Աստծո բանը, սկզբում էր բանը, բանն Աստծո մոտ էր, Աստծո հետ էր, ամեն բան ինչ որ եղավ նրանով եղավ, եւ առանց նրա ոչ մի բան չեղավ, ինչ որ եղավ։ Այսինքն առանց Քրիստոսի ոչ մի բան չեղավ։ Մենք բոլորս տեսանելիները եւ անտեսանելիները ստեղծվեցին Քրիստոսով, ստեղծվեցին խոսքով։ Սիրելի երիտասարդ պատաներ, խնդրում եմ բոլորիդ նստել, տեղավորվել, ազատ տեղեր ունենք ստե։ Հետևում բացի ծառայողներից խնդրում եմ հսկեք, կարգ ու կանոնի մեր ավագը ծառայողները հսկեք, որպեսզի այս կարգ ու կանոնը պահպանվի։ Ամեն։ Աստծո խոսքը ասում է, ինչ որ եղավ, նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ։ Եվ այստեղ մենք կարդացինք գրված ասում է, որ Քրիստոսով մենք ստեղծվեցինք, Աստված Քրիստոսով մեզ ստեղծեց եւ հաստատեց բարի գործերի համար, որոնց առաջուց պատրաստել էր մեզ համար։ Գիտես, նախքան մեր ծնվելը, մեր ստեղծվելը, ես շատ անգամ խոսացել եմ այս համարի վրա, բայց նորից այսօր ուզում եմ խոսան։ Նախքան մեր ստեղծվելը, ծնվելը, Աստված պատրաստեց գործեր, որ մեր կյանքում իրականացնի մեզանով, մեր միջոցով։ Աստված պատրաստեց ծրագրեր եւ գործեր, որ մեր միջոցով այդ գործերը իրականացվեն։ Ինչքան հրաշալի է սա։ Ամեն։ Դեռ մենք չծնված, Աստված գործեր ուներ պատրաստած։ Դեռ դու չծնված, Աստված պատրաստել էր քեզ համար, ընտրել էր եւ կանչել էր, որ դու քո կյանքի մեջ ինչ որ մի օր հանդիպես Քրիստոսին, որ քո կյանքի մեջ ինչ որ մի օր ապաշխարես, սիրտը տաս նրան, կյանքդ հանձնես նրան, որ քո կյանքի մեջ ինչ որ մի օր հաստատվես եկեղեցու մեջ, դառնաս եկեղեցու անդամ, որ բարձրանաս ծառայության մեջ, ինչ որ գործեր ու ծառայություններ անես Աստծո համար, որ ինչ որ բաներում քո կյանքի ինչ որ ոլորտներում Աստված փառավորվի քո կյանքում, սիրելիս։ Սա Աստված պատրաստել էր ամեն մեկիս համար, դեռ մենք չծնված։ Ինչքան հրաշալի է, որ մեր հայրը ունի բարի ծրագրեր, լավ ծրագրեր մեզ համար։ Ամեն։ Երեմիա մարգարեն 29-րդ գլխում կարծեմ, ասում է, որ Աստված Երեմիայի բերանով ասում է, ես ձեզ համար պատրաստեցի խաղաղության ծրագրեր, ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ տամ ապագան եւ հույսը։ Աստված ապագա է պատրաստել մեզ համար, հույս է պատրաստել մեզ համար։ Հիմա եկեք բացենք մի ուրիշ տեղ, 2 Տիմոթեոս 3:1։ 2 Տիմոթեոս 3:1։ Պողոս առաքյալը գրում է Տիմոթեոսին. Սա իմացիր, որ վերջին օրերում չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, այսինքն փողասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուշկալ, դաժան, անբարեսեր, բարին չսիրող, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր, քան թե աստվածասեր։ Ինչքան
խոսքեր, ինչքան sense մի հատ ցուցակ բացասական բաների, որ Պողոս առաքյալը ասում է վերջին օրերում մարդիկ կլինեն այսպիսին։ Եվ այս բաները ցավոք սրտի ոչ թե միայն աշխարհի մարդկանց համար է, այլ նույնպես եթե զգուշություն չանենք, սա կարա լինի նույնպես եկեղեցու մեջ, սա կարա լինի Աստծո զավակների կյանքի համար, որովհետև վերջում ասում է, որ աստվածապաշտության կերպարանքը ունեն, այսինքն որ նախորդ այս բոլոր ցուցակը որ թվեցինք, ասում է այս մարդիկ աստվածապաշտության կերպարանք կունենան, բայց Աստծո զորությունը չեն ճանաչի, ուրացած կլինեն։ Այսինքն մարդիկ, որոնք որ Աստծո հետ ինչ-որ աստվածապաշտության հետ ինչ-որ կապ ունեցող մարդիկ էին սրանք, ոչ թե անհավատները, ոչ թե Աստծուն չճանաչողները, աստվածապաշտության հետ ինչ-որ կապ ունեցող, առնչություն ունեցող մարդիկ։ Հիմա կասես ինչ կապ ունեն այս երկու համարները իրար հետ։ Առաջին տեղում մենք կարդացինք Աստծո ծրագիրը, այն ինչ որ Աստված ուզում է անի մեր կյանքերի մեջ, Աստված մեզ ընտրեց, Աստված մեզ ստեղծեց եւ Աստված ծրագրեր կազմեց մեր կյանքերի համար, գործեր նախատեսեց, պլանավորեց մեր կյանքերի համար, որ մենք այդ գործերի մեջ լինենք, բայց երկրորդ խոսքում, որ մենք կարդացինք, Պողոսը Տիմոթեոսին ասում է, սա իմացի, որ վերջի օրերում մարդիկ լինելու են այսպիսի ու այսպիսի։ Եվ այն ինչ որ մենք կարդացինք այս այսպիսինները, այդ բոլոր բաները խանգարող երևույթներ են, խանգարող ապրելակերպ, խանգարող բնավորության գծեր են, որոնք որ թույլ չեն տալիս մարդուն Աստծո գործերը իրականացվի իր կյանքի մեջ, Աստծո ծրագրերը իրականացվի։ Այսինքն այս երկրորդ համարը, որ կարդացինք, խանգարում է, որպեսզի առաջին մեր կարդացած համարը իրականացվի, տեղի ունենա մեր ամեն մեկիս կյանքի մեջ։ Եվ սա վերաբերվում է վերջին օրերին։ Գիտեք, մեր այս ժամանակաշրջանի բարդություններից մեկը, կամ ասեմ ցավերից մեկը, հա, սա է, որ մենք կարդացինք այստեղ, այս բոլոր բաները, եթե սենց մի բառով փորձենք այս ցուցակը, հա, մի բառով փորձենք սենց նկարագրել, մենք կարանք ասենք էգոիստ կլինեն մարդիկ։ Եվ այստեղ ասում էլ է Պողոսը, ասում է կլինեն ինքնասեր։ Առաջին բառը, որ ասում է, առաջին նկարագիրը, որ տալիս է վերջին օրերի մարդկանց համար, ասում է նրանք կլինեն ինքնասեր, իրանք իրանց սիրող։ Իհարկե իրեն սիրելը դա վատ բան չի իրականում, որտեվ Աստված ասում է սիրիր ընկերոջդ քո անձի պես, գիտես վատ չի քո անձը սիրելը, եթե քո անձը չսիրես, ընկերոջդ չես կարա սիրես, սիրիր ընկերոջդ քո անձի պես, բայց այդտեղ ինքնասերը դա մի քիչ ծայրահեղ կարգավիճակն է, երբ որ մարդը տարված է մենակ իրանով, երբ որ մարդը իր կյանքի ուշադրությունը մենակ իր վրա է, հա, երբ որ մարդը էգոիստաբար մենակ իր մասին է մտածում, մենակ իր շահերի մասին, մենակ իրան լավ լինելու, իրան բարիք լինելու մասին է մտածում, այսա արդեն ինքնասիրության ծայրահեղ վիճակն է, որը որ Աստծուն հաճելի չի, որը որ ճիշտ չի։ Եվ այս բոլոր մնացած բառերը, որ կարդացինք, դրանք ինքնասիրության, ինքը իրան սիրելու, հա, էգոիստության հետևանքներն են, ավելի ասում է ցանկասեր կլինեն, քանց թե աստվածասեր, այսինքն ավելի շատ իրանց ցանկությունները կսիրեն, քանց թե Աստծուն կսիրեն, հա։ Եվ ինչի մասին եմ այսօր ուզում խոսամ։ Իրականում այս խոսքը ստացա այս շաբաթ աշխատանքի տեղը, ես աշխատում եմ եւ Սուրբ Հոգուց եկավ սրտիս մեջ այս խոսքը։ Եվ այսպես եմ վերնագրել լայնացրու տեսադաշտդ կամ նայիր ավելի հեռուն։ Գիտես, Աստված ուզում է, որ ամեն մեկս մեր տեսադաշտը ավելի լայնացնենք, այսինքն մենք մեզանից մի քիչ ավելի հեռու սկսենք նայել, ամեն։
Հիսուսն ինքն էլ էր խոսում սրա մասին։ Հիսուսն ասում էր վերջին օրերը կնմանվեն օրինակ Նոյի օրերին, մարդիկ առնում, ծախում էին, ամուսնանում էին, այսինքն ոչ թե որ այդ բաները վատ էր, այլ բոլորը կենտրոնացած էին իրանց վրա։ Հիշում եք մի ուրիշ առակ էլ պատմեց, որ թագավորը խնջույք կազմակերպեց, հրավիրեց հրավիրվածներին, երբ որ ծառաներին ասեց գնացեք կանչեք, հրավիրվածներից մեկը ասեց գիտես ես հողատարածք եմ առել, պետքա գնամ այդ հողատարածքս վարուցանք անեմ, մյուսը ասեց ես եմ առել, պետքա այդ եզերիս ինչ-որ տիրություն անեմ, այն մյուսը մի ուրիշ բան ասեց ու ամեն մեկը ասեց կներես ինձ հրաժարված համարի խնջույքից։ Այսինքն Հիսուսն ասում է վերջին օրերը նմանվելու են սրան, այսինքն մարդիկ բոլորը մեծամասնությունը հետաքրքրված են լինելու ամեն մեկը իր անձնական շահերով, իր համար լավ լինի։ Եվ գիտես շատ ժամանակ քրիստոնեությունը նմանվում է սրան, այսինքն մենք գալիս ենք Աստծուն, որ մեզ համար լավ լինի։ Եվ առաջին սենց որպես առաջին էտապ, առաջին փուլը վատ չի սիրելիս, նորմալ է։ Ցանկացած առողջ մտածող մարդ, հա, առողջ միտք ունեցող մարդ, ուզում է որ իր համար լավ լինի, իր կյանքը լավ լինի, ամեն ցանկացած հավասարակշռված մարդ ուզում է որ ինքը առողջ լինի, օրհնված լինի, լավ ընտանիք ունենա, լավ աշխատանք, ֆինանսները հաջողված, այսինքն իր բոլոր կյանքի բնագավառներում ուզում է հաջողակ լինի։ Եվ սա նորմալ է, սա վատ չի, սա Աստծուն հակառակ մի բան չի։ Աստված ինքն էլ է ուզում դա մեր համար։ Եվ տեսեք, ցանկացած քրիստոնյա, որ երբ որ գալիս է Աստծուն կամ անգամ ինչ որ երկար ժամանակ է միգուցե արդեն Աստծո մեջ է լինում է այս փուլի մեջ մենք լինում ենք, հա, այսինքն մենք ուզում ենք որ խնդրում ենք մենք վերջը Աստծո հետ քայլում ենք, Աստծո խոսքը պահում ենք, Աստծո խոսքի մեջ ենք, հա, մեզ պահում, շատ բաներից մեզ կտրում ենք, առանձնացնում ենք, մենք մեզ սրբացնում ենք Աստծո համար, որովհետև սրտի խորքում ունենք ինչ-որ ակնկալիք։ Մենք ուզում ենք, որ Աստված օրհնի մեր կյանքը, հա, Տեր Աստված օրհնի մեր առողջությունը, Աստված մեզ պահի չարիքներից, փորձանքներից, Աստված օրհնի մեր ընտանիքը, մեր երեխեքին, մեր ֆինանսները, մեր աշխատանքը, չգիտեմ, ամեն մեկը ինչ-որ մի նպատակներ ունի Աստծո մեջ, ցանկություններ ունի Աստծո մեջ, և մեր աստվածապաշտությունը մենք կապում ենք սրա հետ, որ իրականում նորից եմ ասում, վատ չի, սա նորմալ է, սա նորմալ քրիստոնյայի բնույթն է, բայց սա ամբողջը չի, այս սրանում է խնդիրը, սա ամբողջական պատկերը չի քրիստոնեական կյանքի, սա քրիստոնեական կյանքի մի մասն է, մի հատվածն է, երբ որ դու քայլում ես Աստծո հետ, վստահում ես Աստծուն, հույսը դնում ես Աստծո վրա, հավատում ես Աստծուն, հա, որպիսի քո կյանքը հաջողված լինի, որպիսի դու օրհնված լինես, որպիսի Աստծո ձեռքը տենաս քո կյանքի տարբեր բնագավառների վրա։ Սա շատ լավ է, բարի է, բայց քրիստոնեության ամբողջական պատկերը չի։ Սա քրիստոնեական կյանքի մի մասն է։ Մինչև հիմա պարզա չէ բոլորին, այն ինչ որ ասում եմ։ Ամեն, հալելույա։ Փորձում եմ ինչքան հնարավոր է պարզ խոսամ, որպեսզի ամեն մեկին հասանելի լինի։ Հիմա ինչ է Աստված ակնկալում մեզանից։ Իհարկե, որպես Աստծո որդիներ, որպես Աստծո զավակներ, Աստված շահագրգռված է։ Ինքը դրանով ուրախանում է սիրելիս։ Երբ որ դու օրհնված ես լինում, հաջողված ես լինում, պաշտպանված ես լինում, որտեղ Հիսուսն ասում է, եթե դուք լինելով չար, ձեր երեխաներին, ձեր զավակներին բարիքներ գիտեք տալ, որքան առավել Հայրը, որ բարի է, որ կատարյալ է, բարիքներ կտա ձեզ, որ դուք էլ իր զավակներն եք։ Այսինքն Հայրը ուրախանում է, երբ որ մեզ բարիք է անում։ Հայրը, մեր Աստվածը ուրախանում է, երբ որ օրհնում է քո կյանքը։ Ամեն։
ինքը դրանով ուրախանում է, ինքը բավականություն ազգում, ինքը իրան լավ ազգում դրանով, ոնց որ մենք մեր երեխեքին բարիք անելով լավ ենք զգում դրանով։ Ամեն։ Ես չեմ հիշում, խմբակին էր կարծեմ, ասեցի, ուրբաթ օրը գործից աշխատանքից եկա, շատ քիչ ժամանակ ունեի, պետքա գայի աղոթքաժողով, հազիվ հասցրեցի փոխվեմ, պատրաստվեմ, մի կտոր հաց ուտեմ, դուրս էի գալիս, մեկ էլ Մարիան մոտեցավ, ասում է, ինչ որ բան էր ուզում, որ անեի իր համար, ու ասի, բալես ժամանակ չկա, վերջը, մտի շուտ գնամ աղոթքաժողով, ու սենց մի քանի անգամ ասեց, չկարացա մերժեմ, ուշանում էի, բայց գնացի, արեցի ու երբ որ արեցի ու իր ուրախությունը տեսա, ես ուրախացա դրանով։ Եվ ու այդ պահին սենց միտք եկավ ներսս, հայրն էլ ուրախանում է, երբ որ քո համար է բարիքներ անում։ Հոր սիրտը ուրախանում է, երբ որ քեզ է օրհնում, երբ որ դու ես օրհնված։ Ամեն։ Դրա համար Հիսուսն ասում էր, խնդրեք իմ անունով եւ կտրվի ձեզ, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Հալելույա։ Այս առաջին փուլը մեզ շատ հաճելի է, գիտեմ։ Այն ինչը որ մեզ վերաբերվում է, շատ հաճելի է։ Մենք դրան շատ լավ հավատում ենք, շատ լավ աղոթում ենք, ծոմեր կարանք պահենք օրերով, շաբաթներով։ Այն ինչը որ մեր կյանքերին է վերաբերվում, մեր անձերին, մեր այն նեղ շրջանակին, հա։ Բայց ես ասացի, որ էսի ամբողջական պատկերը չի, Աստված ուզում է մեզ ավելի հեռու տանի, Աստված ուզում է ավելի հեռու գնանք, ավելի հեռու նայենք, մեր տեսադաշտը ավելի լայնացնենք, ամեն, գիտես սիրելիս, Աստծո տեսադաշտը շատ մեծ է, Աստծո տեսահորիզոնը ընդհանրապես շատ մեծ է, երբ որ Աստված ինչ-որ բան անում է, ինքը այդ բանը մենակ չի տենում, ինքը դրա հետևում լիքը ուրիշ բաներ է տեսնում։ Գիտես շախմատիստները, երբ որ շախմատ են խաղում, շախմատի օրենքներից մեկն է, հմտություններից, որ երբ որ դու մի քայլ պիտի անես, դու պետքա դրանից հետո մի 3, 4, 5 քայլ մտածես, թե ինչ ես դրանից հետո անելու, և այդ հաղթանակի գաղտնիքը հաջողության շախմատի դրա մեջ է, և Աստված ինքը, երբ որ ինչ-որ բան անում է, ինքը դրանից հետո շատ ավելի հեռուն է տեսնում։ Գիտես, Աստված, երբ որ կանչեց Աբրահամին ու ասեց քայլիր իմ առջև ես քեզ կորշնեմ, Աբրահամը միգուցե այդ վաղ տենում էր մենակ իր կյանքը, վաու, ինչ լավ է, Աստված ինձ կանչեց, ինչի կարիք ունեմ մի հատ երեխու, հեսա երեխով կորշնի ինձ, վերջապես երազանքս կկատարվի ու ես ու Սառան կերջանկանանք։ Աբրահամի համար օրհնությունը Աստծո էր, Աստված ինձ զավակ է տալու։ Հա, ինքը իր այն առաջին կարիքն էր, կարիքի մեջ էր տեսնում իր երջանկությունը, բայց գիտես Աստված Աբրահամին կանչեց, ասեց հա, ես էդի անելու եմ, բայց գիտես ես ինչ եմ տեսնում, ես քո մեջ ոչ թե մենակ մի հատ երեխա եմ տեսնում, ես քո մեջ ազգեր եմ տեսնում։ Աստված Աբրահամին կանչեց, բայց Աբրահամի մեջ ազգեր էր տեսնում, բազմություններ էր տեսնում։ Հասկանում եք, Աստված շատ հեռու էր տեսնում։ Ոչ թե մենակ Աբրահամը մենակ Իսահակին էր տեսնում, Աստված Իսահակով բազմություններ էր տեսնում։ Ես քեզ բազմության հայր պիտի դարձնեմ, անունը փոխեց, Աբրամից Աբրահամ դրեց, որ կոչվում է ազգերի հայր, բազմության հայր։ Հասկանում եք, եւ միշտ, երբ որ մենք տեսնում ենք, անգամ Աստված կանչում էր ինչ-որ մեկին, ինքը դրա հետևում շատ ավելի հեռուն էր տեսնում։ Երբ որ Հիսուսը կանչեց Նաթանայելին ու ասեց ես քեզ, Նաթանայելն էր, հա, կարծեմ, որ ասեց ես քեզ տեսա թզենու ծառի տակ նստած, եւ Նաթանայելը ասեց, իրականում դու Աստծո որդին ես, որտեվ դու իմացար ես որտեղ էի նստած ու որտեղից եկա քեզ մոտ, բայց Հիսուսը գիտես ինչ ասեց, քանի որ դու հավատացիր, որ հիմա ես Աստծո որդին եմ, ավելի մեծ բաներ ես տեսնելու։ Հիսուսը ավելի հեռուն էր նայում։ Գիտես, Պետրոսին, երբ որ Հիսուսը հանդիպեց կամ կանչեց Պետրոսին, Պետրոսը ինչ ասեց, առաջին բանը, որ երբ որ տեսավ Հիսուսի փառքը, այդ հանդիպումը տեղի ունեցավ,
Հիսուսին ասեց. «Տեր, ես մեղավոր մարդ եմ», վերջը, սենց ապաշխարությունը իրա բերեց, իրա անձի մասին էր, հա, սենց մտածում, արդեն օրտնվել էր, ձկները բռնել էին, ամեն բան լավ էր, Հիսուսը հրաշք էր արել, ամեն բան հերիք էր, բավարար էր Պետրոսին։ Անգամ Հիսուսին ասեց. «Տեր, գնա իմ մոտից, ես մեղավոր մարդ եմ, գնա, փառք քեզ, եկար, օրհնեցիր, գործերս լավ է, կրիզիսից ֆիրմաս իմ ընկերությունը դուրս եկավ, հաջողված ձկնորսություն ունեցանք, հերիքա, ես մեղավոր մարդ եմ, գնա»։ Հիսուսը ինչ պատասխանեց, ասեց. «Պետրոս, ես քեզ մարդկանց որսորդ եմ դարձնելու»։ Այսինքն դու միգուցե բավարարվում ես, որ ես քեզ կանչեցի, օրհնեցի, բժշկեցի, մի երկու հարցդ լուծեցի, թուղթդ տվեցի, չգիտեմ, հիվանդությունից բժշկեցի, ամուսնացար, մի երկու բան սենց կարգավորվեց, բավարարված ես։ Քո անձի շուրջ, քո նեղ շրջանակի մեջ հարցերդ լուծվեցին։ Հիսուսն ասում է. «Ոչ, Պետրոս, ես քեզ մարդկանց որսորդ եմ դարձնելու»։ Գիտես, Պետրոսը մենակ ինքը իրան էր տեսնում, Հիսուսը տեսնում էր այն Պետրոսին, որ Պենտեկոստեի օրը քարոզում է ու 3000 հոգի ապաշխարում են Պետրոսի միջոցով։ Աստված միշտ ավելի հեռուն է տեսնում։ Պողոսը տեսնում էր ինքը իրա կարգավիճակը, երբ որ Հիսուսին հանդիպեց, հա, բայց Հիսուսը տեսնում էր Պողոսի մեջ այն տասնյակ եկեղեցիները, հարյուրավոր ու հազարավոր մարդիկ, որոնք պիտի փրկվեին, ապաշխարեին, տասնյակ ու հարյուրավոր եկեղեցիները, որոնք պիտի հիմնադրվեին Պողոսի միջոցով, այն բոլոր հեթանոս ազգերը, որոնք որ պիտի ավետարանը լսեին Պողոսի միջոցով։ Գիտես, Պողոսը այդ ամեն ինչը չէր տեսնում, բայց Հիսուսը, երբ որ ձիու վրա հանդիպեց Պողոսին, կուրացավ, ընկավ գետին եւ այդ խոսակցությունը ունեցավ Հիսուսի հետ, Հիսուսը արդեն Պողոսի մեջ տեսնում էր դրան, տեսնում էր այդ ամբողջ այդ բոլոր գործերը, որ պիտի աներ Պողոսը։ Հասկանում եք ինչքան Աստծո տեսադաշտը ավելի լայն է, սիրելներ։ Եվ գիտես, Աստված ուզում է, որ իմ ու քո տեսադաշտը նույնպես լայնացնի, որ դու սկսես ավելի հեռու նայես, քան քո անձը, սիրելիս։ Աստծո համար խնդիր չի օրհնելու քո անձը, այո, դու իր զավակն ես, նա քեզ սիրում է, դու իր համար թանկ ես, նա ուզում է օրհնի քո կյանքը, նա ուզում է կարգավորի քո կյանքը, նա ուզում է քեզ լցնի իր տան բարիքներով, մենք կարդացինք սա։ Բայց գիտես, Աստված նույնպես ավելի հեռուն է նայում, գործեր, որոնք որ նա պատրաստեց քո ծնվելուց առաջ, որ դու դրանց մեջ լինես, որ դու այդ գործերը անես։ Ամեն։ Համաձայնենք սրան։ Հալելույա, սիրելիներս, մենք չպետք է թողենք, թույլ տանք, որ այս վերջի ժամանակների այն բոլոր հատկանիշները, որ Պողոսը նկարագրում է Տիմոթեոսին, մենք կարդացինք, մենք չպետք է թույլ տանք, որ այդ հատկանիշները գան ու տեղ գտնեն մեր սրտերի մեջ։ Ամեն։ Չպետք է թույլ տանք, որ մենք լինենք ծայրահեղ, չափից շատ ինքնասեր, ցանկասեր, արծաթասեր ու այդ բոլոր սերերը։ Ամեն։ Աստված իմ ու քո միջոցով բան ունի անելու։ Դրա համար Հիսուսն ասում էր. «Փնտրեք իմ արքայությունը, փնտրեք իմ թագավորությունը եւ մնացած բաները կտրվեն ձեզ, որովհետեւ Հայրը գիտի ինչի կարիքը դուք ունեք»։ Ամեն։ Մեր երեխաները ամեն բան չի, որ մեզանից խնդրում են։ Մենք գիտենք իրանց ինչի կարիք ունեն, անգամ առանց խնդրելու էլ մենք անում ենք դա, ամեն, մենք դա տալիս ենք, մենք հոգում ենք։ Գիտես, պարտադիր չի, որ ամեն բան գան ուզեն, ասեն, մենք որպես ծնող տեսնում ենք եւ անում ենք։ Եվ Հիսուսը նույն ձև նկարագրում է երկնային Հորը, ասում է Հայրը գիտի ինչի պետքություն դուք ունեք, բայց փնտրեք սկզբից Աստծո թագավորությունը եւ մնացած բաները Հայրը ձեզ կտա, կտրվի ձեզ։ Ինչքան կարևոր է, որ մենք ունենանք, մենք թույլ տանք Աստված մեր սրտերի մեջ դնի իր տեսիլքը, իր նպատակները, իր ծրագրերը, որ մենք չապրենք, գիտես,
մենակ մեր նպատակների, մեր ծրագրերի համար։ Սա ցածր մակարդակ է, սիրելիս։ Սա ցածր մակարդակ է, երբ որ մենք ապրում ենք մենակ մեր նպատակների ու ծրագրերի համար։ Այո, մենք բոլորս կանչված չենք միլիոնների փրկելու, չգիտեմ, տասնյակ եկեղեցիներ հիմնադրելու։ Իդես ամեն մեկը ունի իր կոչումը, ամեն մեկը ունի իր անելիքը, բայց այն, որ հաստատ Աստված քո միջոցով գործեր ունի անելու, դա հաստատ է, դա 100% է, սիրելիս։ Ամեն, Աստված ամեն մեկիս միջոցով անելիքներ ունի։ Եվ գիտես, քրիստոնեական շատ ցածր մակարդակ է, երբ որ մարդը ապրում է քրիստոնեական իր կյանքը մտահոգված լինելով կամ կենտրոնացած լինելով մենակ իր վրա, մենակ իր շահերի վրա, մենակ իր հաջողության վրա, մենակ իր օրհնությունների վրա։ Աստված իրականում, գիտեք, որ Աստված ինքը զոհաբերող Աստված է։ Ամեն, գիտեք սա, Աստված ունի զոհաբերող բնավորություն։ Ուրիշի համար նվիրվող բնավորություն, ուրիշի համար ներդրվող բնավորություն, կա էդի Աստծո մեջ, թե չէ։ Ամեն, ասում է Աստված այնպես սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին որդուն, զոհաբերեց իր միածին որդուն։ Աստված, գիտես, ունի մյուսինի համար այդ զոհաբերվող, տվող, նվիրվող բնավորությունը։ Հալելույա, ինչքան հրաշալի է մեր Աստվածը։ Ինչքան փառավոր է մեր Աստվածը։ Երբ որ Աստված ասում է սիրիր ընկերոջդ քո անձի պես, իրականում Աստված իր բնավորությունն է մեզ ուզում փոխանցի։ Հիսուսն ասում է իր վերջին աղոթքի մեջ է, Հովանեսի ավետարանի մեջ ասում է, որ կարծեմ աղոթքի մեջ է կամ վերջի խոսակցության աշակերտների հետ, Հիսուսը այնտեղ մի խոսք ասում է, հայրը ձեզ սիրեց այնքան, ինչքան որ ինձ սիրեց։ Ես իմ բառերով եմ մի քիչ ասում։ Պատկերացնում եք, հայրը Հիսուս մեզ բոլորիս սիրեց նույն սիրով, ինչքան որ Հիսուսին սիրեց ու սիրում է։ Հայրը Հիսուսին ավելի շատ չի սիրում, քան մեզ բոլորիս։ Միգուցե սա հայտնություն էր քո համար, բայց վերցրու սա, պետք կգա քեզ։ Աստված Հիսուսին սիրում է հավասար, քեզ սիրում է Հիսուսի հետ հավասար։ Աստված զոհաբերվող Աստված է։ Ու գիտես ինքը ուզում է, որ այդ զոհաբերվող բնավորությունը նույնպես փոխանցի մեզ։ Հալելույա, շատ լավ է, որ եկեղեցում նորածինների ձայն կա։ Աստված ուզում է այդ զոհաբերվող բնավորությունը ինձ ու քեզ էլ փոխանցի, որ ես ու դու էլ նրան նմանվող լինենք դրանով, ինչպես որ ինքը զոհաբերվեց մեզ համար, ինչպես որ ինքը նվիրվեց մեր համար, Աստված ուզում է, որ մենք էլ իրան նմանվենք այդ բնավորության գծով, մենք էլ զոհաբերվող լինենք, նվիրվող լինենք, ամեն, ինչքան համարներ կան Աստվածաշնչում, գիտես, մեկըդ մյուսին այս արտահայտությունը 30-ից ավել անգամներ մենակ նոր կտակարանում կա, սիրեք մեկըդ մյուսին, ծառայեք մեկըդ մյուսին, մեկըդ մյուսին իր անձից բարձր համարեք, ընդունեք մեկըդ մյուսին այնպես ինչպես Քրիստոս ձեզ ընդունեց, մեկըդ մյուսի բեռը վերցրեք, ինչքան տեղեր, ես մի քանիսը ասեցի, բայց 30-ից ավել տեղեր նոր կտակարանում միայն Աստված խոսում է, Աստծո խոսքը խոսում է մեկըդ մյուսի մասին, նվիրվելու, զոհաբերվելու, ծառայելու, մտածելու մյուսի մասին, ոչ թե մենակ քո, որտև սա Աստծո բնավորությունն է, սա Աստծո սիրտն է, սա Աստծո էությունն է, և Տերը ուզում է, որ այս սիրտը նույնպես դնի իր զավակների մեջ, իր երեխեքի մեջ։ Ամեն, հալելույա։ Դրա համար
Եկեք թույլ տանք, որ Աստված մեր սրտերի մեջ կարողանա դնի իր նպատակները, իր ծրագրերը, իր սրտացավությունը։ Գիտեք, Հիսուսի նույնպես մենք տեսնում ենք Հիսուսը անտարբեր չէր մարդկանց ցավերին, անտարբեր չէր մարդկանց կարիքներին։ Շատ քանի տեղեր կա ավետարանում, որ գրված է Հիսուսը տեսավ եւ գթաց։ Հիսուսը գթությամբ լցված էր մարդկանց հանդեպ, կարիքավորի հանդեպ։ Եվ Աստված ուզում է, որ մեր սրտերն էլ այդ գթությամբ լցված լինի։ Բայց գիտես, երբ որ մարդը կենտրոնացած է, ինքնակենտրոն է, եսակենտրոն է, մենակ ինձ, իմ շահերը, իմ լավը, իմ օրհնությունը, իմ օգուտը, իմ բարիքը, գիտես, քո աչքերը սկսում է շատ կարճ տենալ, կարճատես ես դառնում։ Եվ չես էլ նկատում քո կողքի եղող մարդկանց կարիքը, խնդիրը։ Հիսուսը ասում է տեսնում էր եւ գթում էր, գթություն կար, գթածություն կար նրան։ Աստված ուզում է, որպիսի կարողանա մեր սրտերի մեջ իր ծրագրերը, իր նպատակները, իր սրտի եղած բաները դնի մեր սրտերի մեջ, սիրելիս։ Ամեն, բայց մենք պիտի պատրաստ լինենք, մենք պիտի թույլ տանք դրան։ Երբ որ մարդ եսակենտրոն է, Աստված չի կարա իր սրտի եղած այդ սրտացավությունը դնի մարդու ներսում։ Դու պիտի թույլ տաս, դու պիտի բացվես։ Երեք երիտասարդական ունեինք եւ տարբեր բաներից խոսում էինք եւ երիտասարդներին սենց մի բան ասեցի, ասում եմ, որ շատ լավ է, որ երբ որ դու ունես քո անձնական տեսիլքը, քո անձնական նպատակները, հա, ինչ որ մեկը ունի տեսիլք ուսման մեջ, որ հա, ինչ որ ուսման մեջ հաջողվի, նպատակներ ունի, մյուսը բիզնեսի մեջ, մյուսը աշխատանքի մեջ, մյուսը միգուցե ընտանիք է ուզում կազմի, մյուսը տարբեր նպատակներ կարանք ունենանք, մեկը սպորտի մեջ, մեկը Եվ սա լավ է, սա մեր անձնական տեսիլքն է, բայց գիտես, Աստված նույնպես ունի տեսիլք մեզ համար, Աստված նույնպես ունի նպատակներ, եւ ես ինչ էի ասում էի գոնե Աստծո տեսիլքը բերեք հավասարացրեք ձեր տեսիլքին։ Ավետարանի նշաձողը ավելի բարձր է, որտեվ Հիսուսն ասում է սկզբում արքայություն, այսինքն առաջինը թող լինի Աստծո տեսիլքը, Աստծո նպատակը։ Բայց ես ասում էի գոնե եթե հələ սրան չեք ասե, գոնե Աստծո տեսիլքը բերեք հավասարացրեք ձեր տեսիլքին, զուգահեռ ձեր նպատակների, ձեր տեսիլքների հետ նույնպես ունեցեք Աստծո տեսիլքը, Աստծո նպատակները։ Ամեն, Աստծո գործը նույնպես։ Գոնե իրար հետ, գոնե իրար կողք։ Միգուցե հետո կգա ժամանակ Աստծունը կանցնի առաջ եւ առաջին տեղում կլինի։ Հալելույա։ Եկեք գնանք առաջ։ Հիմա մոտենում եմ մի կարևոր կետի։ Եկեք բացենք Եփեսացիս թուղթը, 3-րդ գլուխ, 20-րդ խոսքը։ Բայց նրան, որ կարող է առատությամբ անել ամեն բաներից ավելի, քան որ խնդրում ենք եւ իմանում, այն զորության չափով, որ մեզանում ներգործում է, նրան փառք լինի եկեղեցում, որ Քրիստոս Հիսուսում է ամեն դարերում, հավիտյանս հավիտենից ամեն։ Եվ մի ուրիշ տեղ էլ կա, որ կուզեմ կարդանք, եթե գտնեմ, առաջին Տիմոթեոս 3:15, առաջին Տիմոթեոս 3:15,
Իսկ եթե ուշանամ, որ սա գիտենաս, թե ինչպես պետք է Աստծո տան մեջ վարվել, որն է կենթանի Աստծո եկեղեցին, սյունը եւ հաստատությունը ճշմարտության։ Պողոսը Տիմոթեոսին տալիս է մի հայտնություն եւ ասում է եկեղեցին ճշմարտության սյունն է եւ հաստատությունն է։ Եկեղեցին ճշմարտության սյունն է եւ հաստատությունն է։ Եվ դրանից նախորդ խոսքի մեջ մենք կարդացինք, ասում է, որպեսզի եկեղեցու մեջ փառքը լինի Աստծուն, Քրիստոսին։ Շատ լավ, հիմա ուզում եմ անդրադառնամ եկեղեցուն, սիրելիներս, որովհետև այն ինչ որ մենք խոսացինք, ուզում եմ կապեմ սա եկեղեցու կարևորության հետ։ Մենք գիտենք, որ եկեղեցին Աստծո ստեղծագործությունն է երկրի վրա, Աստված ինքն է ծնունդ տվել եկեղեցուն, Հիսուսն ինքը ասեց, ես կշինեմ իմ եկեղեցին, որը անհաղթ կլինի, որը զորավոր կլինի, ամեն, և մեզ դրեց, որպես եկեղեցու մեջ անդամներ, մեզ դրեց, որպես եկեղեցու մեջ այդ մարմնի անդամները, և ուզում եմ հիմա մի քիչ խոսանք եկեղեցու մասին։ Եկեղեցին նույնպես կարանք համեմատենք դեսպանատան հետ, որովհետև Պողոսը ասում է, Աստծո խոսքը ասում է, որ մենք դեսպաններն ենք Քրիստոսի և դեսպանություն ենք անում Աստծո համար, Քրիստոսի համար։ Եկեղեցին երկրի վրա նույնպես որպես դեսպանատուն է։ Գիտեք դեսպանատունը աշխարհում ինչ նպատակ ունի։ Այսինքն ինչ որ մի երկիր տարբեր ուրիշ երկրներում բացում է դեսպանատներ եւ ինչ են անում այդ դեսպանատները։ Օրինակ Ֆրանսիան կամ լավ ասեմ Հայաստանը Ֆրանսիայում, չգիտեմ Ամերիկայում, ուրիշ ինչ որ երկրներում ունի դեսպանատներ, որ այդ դեսպանատները ինչ են անում, ներկայացնում են Հայաստանը, ընդեղի կառավարությունը, ընդեղի օրենքները, պաշտպանում են այդ երկրում բնակված իր բնակիչների շահերը եւ այլ։ Եվ եկեղեցին որպես դեսպանատունն է Աստծո երկրի վրա, հա, որ տարբեր ազգերի մեջ, տարբեր երկրների մեջ, տարբեր քաղաքների մեջ Աստված ունի իր դեսպանատները, սենց ասենք, որոնք որ ներկայացնում են Աստծո թագավորության մշակույթը, Աստծո թագավորության սկզբունքները, արժեքները, ամեն, որոնք որ նույնպես պաշտպանում են Աստծո թագավորության քաղաքացիներին երկրի վրա, ամեն, որտև մենք երկնքի քաղաքացիներ ենք Աստծո խոսքը ասում է։ Այսինքն եկեղեցին Աստծո դեսպանությունն է երկրի վրա, Աստծո դեսպանատունն է երկրի վրա։ Նույնպես կարանք ասենք ռազմաբազան է երկրի վրա։ Գիտեք, նույնպես երկրներ կան, որ ռազմաբազաներ ունեն, տարբեր ուրիշ երկրներում, որտեղ որ իրանց զինվորները զորավարժություններ են անում, որտեղ որ իրանց զինամթերքն է, որտեղ որ պատրաստվում են, որտեղ որ հսկում են, որ հանկարծ այդ երկրներից չհարձակվեն իրանց երկրի վրա, այսինքն ռազմաբազաներ կա դրված, տարբեր, օրինակ Ֆրանսիան ունի կամ Ամերիկան ունի իր ռազմաբազաները տարբեր երկրներում, իր զինվորներով, իր զինամթերքով, իր ամեն ինչով։ Եվ եկեղեցին նույնպես Աստծո թագավորության ռազմաբազան է երկրի վրա։ Ամեն։ Գիտես, ուզում եմ շեշտը դնեմ սրա վրա հիմա։ Մենք խոսում ենք տեսադաշտը լայնացնելու, մենք խոսում ենք ավելի հեռուն տեսնելու, մենք խոսում ենք Աստծո գործերը գործելու մասին, ամեն։ Եվ գիտես, եկեղեցին այն կառույցն է, որ Աստված դրել է երկրի վրա, որի միջոցով, որ ինքը իր գործերը իրականացնում է, որի միջոցով, որ ինքը տարածում է իր
սկզբունքները, ես ասեցի, իր մշակույթը, իր խոսքը, իր փրկությունը, իր թագավորությունը եկեղեցու միջոցով է տարածում։ Դրա համար Հիսուսն ասեց, ես կշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները իշխանություն չեն ունենա, այսինքն հաղթական կլինի։ Տեսեք, լավագույն դեպքում մենք շատ անգամ մտածում ենք, որ մենք անձնապես ինչ որ բան անենք Աստծո համար, որը որ շատ լավ է, բայց Աստված նույնպես ունի թմային այս տեսիլքը, Աստված ունի թմային միաբանության այս գաղափարը իր ներսում։ Աստված գործում է եկեղեցու միջոցով երկրի վրա։ Դրա համար Պողոսը Տիմոթեոսին սովորացնում է ու ասում է, իմացի, որ եկեղեցին երկրի վրա ճշմարտության սյունն է։ Գիտեք, շենքերին ընդհանրապես սյուներն են պահում։ Ցանկացած շենք ունի սյուներ եւ այդ սյուները պահում են ամբողջ շենքի կառուցվածքը, ամրությունը։ Եվ Պողոսը ասում է, եկեղեցին Աստծո ճշմարտության սյունն է, այսինքն եկեղեցին կանչված է ցույց տալու Աստծո ճշմարտությունը, ցույց տալու Աստծո էությունը, ցույց տալու Աստծո գործերը, Աստծո սերը, Աստծո փրկությունը, Աստծո հրաշքները, Աստծո զորությունը, Աստծո գթածությունը, Աստծո ողորմությունը եւ շատ բաներ։ Աստված գործում է եկեղեցու միջոցով։ Եվ հիմա ես ուզում եմ, որ մի քանի րոպե կանգ առնենք ու սրանով ավարտելու ենք այս կետի վրա։ Որքանով է մեզ համար, սիրելիներ, կարևոր եկեղեցին։ Որքանով ենք մենք հասկանում եւ գիտակցում եկեղեցու դերը երկրի վրա։ Աստծո նպատակը եկեղեցու համար երկրի վրա։ Որքանով են գիտակցում, որ Աստված ուզում է գործի եկեղեցու միջոցով երկրի վրա։ Այո, անհատապես ամեն մեկիս միջոցով շատ լավ է, որ մենք ձգտում ունենք, որ գործի, բայց արդյոք մենք ունենք մեր սրտերի մեջ այս գաղափարը, Աստված ուզում է նույնպես իր ընտանիքի միջոցով, իր ժողովրդի կամ իր մարմնի միջոցով գործի։ Եկեղեցին տարբեր բաների հետ է համեմատվում, Աստծո տունը, Քրիստոսի մարմինը, Աստծո հոտը, Աստծո ժողովուրդը, դեսպանությունը, որ ես ասեցի, շատ տարբեր բաների հետ է համեմատում Աստվածաշունչը, որպեսզի պատկերավոր մեր համար ավելի պարզ լինի, ինչ է Աստծո նպատակը եկեղեցու համար։ Լիանա ջան, խնդրեմ գաս։ Որքանով ենք մենք գիտակցում, գիտես, ես ասացի, որ այս ինքնասեր, անձնասեր կլինեն մարդիկ։ Շատ ժամանակ Աստծո գործի մեջ էլ մենք կարանք ինքնասեր ու անձնասեր լինենք։ Այսինքն մենք կարծես թե ուզում ենք, որ Աստծո գործերը գործենք, ծառայենք Աստծուն, ինչ-որ բան անենք, բայց ուզում ենք, որ Աստված մեր միջոցով անի, որ մենք երևանք դրա մեջ։ Հա, իմ միջոցով, Տեր, ես իմ կյանքը քեզ եմ տալի, նվիրվում եմ, ինչ ուզես կանեմ քո համար, բայց դու իմ միջոցով ազգեր փրկի, հրաշքներ արա, մեռելների հարություն տու, ապաշխարություններ իմ միջոցով, հա, սա էլ է ինքնասիրություն, եսակենտրոնություն, սիրելիս։ Աստված շատ ժամանակ ունի թմային մտածելակերպ։ Հա, Աստված գործում է եկեղեցու միջոցով։ Ամբողջ Աստվածաշունչը եթե նայես, այո, կային անհատներ, որոնք որ երևացել են, բայց այդ անհատները գործել են թմով։ Բոլոր անհատներն են գործել թմով, թե հին, թե նոր կտականի անհատները։ Աստված ունի թմային մտածելակերպ, եւ դրա համար Աստված եկեղեցին շինել է եւ եկեղեցին համեմատում է մարմնի հետ, որպիսի մարմնին նայելով մենք հասկանանք, որ ձեռքը ինքը առանձին կտրված, ինչքան էլ է ձեռքը մկանոտ լինի, ուժեղ լինի, պարապած լինի, եթե մարմնից կտրված է, ինքը ոչ մի զորություն չունի։ Ամեն, ձեռքը օգտակար է այն ժամանակ, որ մարմնի մեջ է, ու ինչ է լինում, մարմնից այնտեղ երակներ կան, մկաններ կան, արյունն է հոսում, այսինքն ձեռքը ինքը իրանով այդ ունակությունը չունի ուժեղ լինելու, ինքը մարմնին կպած է, դրա համար է ուժեղ, որովհետև մարմինը սնվում է, ընդեղից լյարդը, սիրտը, թոքը, ֆունկցիաներ են կատարում, էներգիա ու ուժ են տալիս այդ ձեռքին, որ այդ ձեռքը աշխատի։ Ամեն։ Ամբողջը իրար հետ շահկապված է։
Երբ որ մարմինը շարժվում է, ուղեղի կարիքը ունի։ Ամեն, ուղեղը թելադրում է քեզ ինչ-որ բան անելու եւ մարմինը անում է։ Ուղեղը թելադրում է, որ եթե այս միկրոֆոնը հիմա թողնեմ կընկնի։ Հասկանում ես, բոլորը մեկը մեկին օգնում են մարմնի մեջ։ Բոլորը մեկը մեկից կախում ունեն մարմնի մեջ։ Եվ Աստված դրա համար գործում է եկեղեցու միջոցով, մարմնի միջոցով։ Անհատապես կարանք ինչ-որ բաներ անենք Աստծո համար, բայց թմային եկեղեցով շատ ավելի ուժեղ ու մեծ գործեր կանենք։ Աստվածաշունչը ասում է, մեկը 1000-ին կհալածի, բայց երկուսը ոչ թե 2000-ին, ոչ թե 3000-ին, ոչ թե 5000-ին, ասում է երկուսը 10000-ին կհալածի։ Սա Աստծո մաթեմատիկան է։ Մեկը 1000-ին, երկուսը 10000-ին։ Աստված մեզ սովորացնում է միաբանության զորությունը, եկեղեցու կարևորությունը, եկեղեցու զորությունը։ Եվ անգամ, երբ որ եկեղեցում Աստված տալիս է մարդկանց պարգևներ, կարողություններ, տաղանդներ, միևնույնն է, մեկս մյուսից կախված ենք։ Եվ այդ պարգևներն ու տաղանդները այն ժամանակ են լիարժեք գործում, երբ որ դու օգտվում ես նույնպես մյուս տաղանդից, մյուս պարգևների պարգևից։ Հալելույա։ Հալելույա։ Որքան, գիտես, որքան եկեղեցին լինի ամուր, առողջ ու միաբան ու կազմակերպված ու Աստծուն նվիրված, այնքան իր ազդեցությունը ուժեղ կլինի հասարակության մեջ, քաղաքի մեջ, երկրի մեջ, ազգի մեջ, այնքան պտուղները ավելի շատ կլինեն, սիրելիներ։ Եվ գիտես, մենք ամեն մեկս կանչված ենք, այստեղ ամեն մեկս կարանք հարց տանք մեզ, ինչ եմ ես անում եկեղեցին ավելի ուժեղացնելու համար, ինչով եմ ես նպաստում եկեղեցին ավելի առաջ տանելու համար, ավելի հզորացնելու, ավելի ծաղկացնելու, ավելի շինելու եկեղեցին, ինչ եմ ես անում։ Ամեն մեկս մեր սրտերի մեջ, եկեք ես հարցը տանք մեզ, որտեվ հասկացանք, որ Աստված գործում է եկեղեցու միջոցով։ Եկեղեցին է ճշմարտության սյունը ու հաստատությունը։ Եվ Աստված փառավորվում է Եփեսացիս 3:20-ում կարդացինք, Հիսուսը փառավորվում է եկեղեցու միջոցով։ Եկեղեցու միջոցով, եկեղեցու մեջ։ Ամեն, հալելույա։ Իրես Եփեսացիս թուղթը շատ խոսվում է եկեղեցու մասին, 5-րդ գլխում Պողոսն ասում է, Հիսուսը իհարկե այնտեղ ամուսինների օրինակն է բերում, խոսում է ընտանիքի ամուսինների մասին, բայց մի կարևոր բան ասում է, Հիսուսը այնպես սիրեց եկեղեցին, որ իր կյանքը մատնեց, զոհեց եկեղեցու համար։ Հալելույա։ Այսինքն ինչ կարևոր դեր պիտի ունենար եկեղեցին երկրի վրա, որ Հիսուսը իր անձը զոհեց եկեղեցու համար։ Հիսուսը իր կյանքից թանկ համարեց եկեղեցին ու իր կյանքը տվեց, մատնեց եկեղեցու համար։ Այսինքն ինչ մեծ կոչում կա եկեղեցու վրա դրված, ինչ մեծ սպասում կա Աստծուց եկեղեցուց, որ Հիսուսը իր կյանքից ավելի թանկ համարեց եկեղեցին։ Ու այսօր ամեն մեկս, գիտես, ինքներս մեր սրտերը քննենք, ինքներս մեզ հարց տանք, ինչ եմ ես անում եկեղեցու շինության համար։ Եփեսացիս թուղթը նորից, այսօր շատ ենք խոսում Եփեսացիս թղթում, կարող եք տանը կարդալ եւ ուշադրություն դարձնեք այն շեշտը, որ դրվում է եկեղեցու վրա։ Նույն Եփեսացիս թղթում Պողոսը խոսում է նորից եկեղեցին շինվելու մասին եւ ասում է ամեն մի անդամի ներգործությունով շինվում է ու կառուցվում է եկեղեցին։ Ամեն մի անդամի ներգործությունով, որովհետև ամեն մի անդամ
կենթանի քար է եկեղեցու մեջ։ Ամեն։ Ոչ թե հովվի ներգործությունով, ոչ թե ավակների, ոչ թե մենակ ծառայողների, ամեն մի անդամի ներգործությունը կարևոր է եկեղեցու մեջ։ Եվ ինքներս մեզ հարցնենք, ես որպես անդամ, որպես կենթանի քար եկեղեցու մեջ, ինչ եմ անում, ինչով եմ նպաստում, որ եկեղեցին ավելի շինվի, ամրանա, հաստատվի, որովհետև այդ ռազմաբազան ինչքան հզոր եղավ, այնքան ինքը ազդեցիկ կլինի, սիրելիս, ինչքան եկեղեցին ամուր եղավ, կայուն եղավ, առողջ եղավ, կենթանի եղավ, ուժեղ եղավ, այնքան իր ազդեցությունը մեծ ալինելու, շրջապատող մարդկանց վրա, հասարակության վրա, ամեն, այնքան ինքը պտղաբեր, այնքան ավելի հեռուն կարա գնա, այնքան ավելի մեծ բաների կարա հասնի, Աստված գործում է եկեղեցու միջոցով, եկեղեցին է Աստծո սրտի մեջ, եկեղեցու հետևից է Հիսուսը գալու, ամեն, անգամ Աստծո գործերի մեջ եկեք չլինենք ինքնակենտրոն, ինչ կանի Տերը իմ միջոցով, այլ ասենք ես ամեն բան կանեմ եկեղեցու մեջ, որպիսի զորանա եկեղեցին, շինվի եկեղեցին, որպիսի մենք բոլորս միասին մեր միջոցով Աստված զորավոր գործեր անի։ Հալելույա։ Հալելույա։ Մի երկու բան էլ ունեմ, կուզեմ ասեմ և միասին ավարտենք։ Այո, Հիսուսը իր կյանքից առավել սիրեց եկեղեցին։ Եվ եկեք մենք էլ խնդրենք այդ սիրտը մեր մեջ։ Եթե Հիսուսը սիրեց եկեղեցին, ես էլ եմ կանչված սիրելու եկեղեցին։ Ամեն։ Ինչքանով եմ ես սիրում եկեղեցին, ինչքանով եմ ես գնահատում եկեղեցին, ինչքանով եմ ես բարձրացնում եկեղեցին, ինչքանով եմ ես ներդրված եկեղեցու մեջ։ Ամեն մի անդամի ներգործությամբ, հա, գործնական, ինչ ենք ամեն մեկս անում եկեղեցու շինության համար։ Գիտես, մենք կարող ենք եկեղեցում լինենք ունկնդիր և կարող ենք եկեղեցում լինել շինարար։ Եվ ընտրությունը մերն է։ Մենք ունկնդիր ենք, թե շինարար ենք։ Մենք ուղղակի կողքից նայում ենք, ինչա տեղի ունենում, թե մենք այդ շինարարության և այդ կառույցի մեջ ենք։ Թե մենք մասնակից ենք դրան։ Թե մենք ներդրվում ենք ինչ-որ բանով, որովհետև գիտենք, որ դրա հետևում Աստված մեծ ծրագիր ունի, դրա հետևում Աստված մեծ գործեր ունի, սիրելիներ։ Ամեն։ Գիտես, Հիսուսը իր կյանքը դրեց եկեղեցու համար, և Աստծո խոսքը ասում է, դրանից հետո Աստված Հիսուսին շատ բարձրացրեց։ Ինչ ես կարծում, եթե դու քո ներդրումը ունենաս եկեղեցու մեջ, արդյոք Աստված քեզ չի բարձրացնի։ Փնտրիր արքայությունը և կտրվեն մնացած բաները։ Ինչով եմ ես ներդրվում եկեղեցու մեջ։ Արդյոք ես իմ հավատարմությամբ ներդրված եմ եկեղեցու մեջ։ Արդյոք ճիշտ արժեքներ տարածելով ներդրված եմ։ Գիտես, որպես եկեղեցին շինող, կառուցող մեկը, հա, եթե մենք մեզ ունկնդիր չենք համարում, այլ շինարար, մենք ինչ-որ բան անում ենք։ Մենք շինարար կարող ենք լինել արժեքներ, ճիշտ արժեքներ տարածելով եկեղեցու մեջ։ Ամեն։ Երբ որ դու սեր ես տարածում քեզանով, երբ որ դու խաղաղություն ես տարածում, երբ որ դու միաբանություն ես տարածում,
Դու դրանով շինում ես եկեղեցին։ Դու դրանով ներդրում ունես եկեղեցու մեջ։ Ամեն։ Մենք կարող ենք ունկնդիրներ, բայց երբեմն կարանք, գիտես, ունկնդիրը հələ չեզոք դիրք է։ Երբեմն կա վնասող նույնպես դիրք։ Մենք կարանք վատ սխալ արժեքներ տարածենք եկեղեցու մեջ։ Մենք կարանք ատելություն տարածենք, չարախոսություն տարածենք, հպարտություն տարածենք, հա, սրանով ինչ ենք անում, շինությունը վնասում ենք։ Շատ կարևոր է, որ մենք լինենք շինարարներ եկեղեցու մեջ, կառուցողներ եկեղեցու մեջ։ Մենք մեր ժամանակը դնելով ենք կառուցում եկեղեցին, հա, մեր ժամանակից տրամադրելով, մեր ժամանակից դնելով, ոչ թե միայն կիրակի օրը եկեղեցի գալով, սա էլ է լավ, դու քո ժամանակից տալիս ես, բայց դա անում ես քո համար, սիրելիս, արի անկեղծ լինենք, երբ որ դու կիրակի օրը գալիս ես եկեղեցի, դու դա անում ես քո համար, դու ես գալիս տեղ այցելվում, օրհնվում, լցվում, խաղաղվում, թեթևանում ու գնում տուն, ամեն, մենք մեր համար ենք գա, բայց դու կարաս նույնպես քո ժամանակից դնես ուրիշ բաների մեջ եկեղեցու, քո ժամանակից դնես ինչ-որ մեկի կողք կլինելու, ինչ-որ մեկին ուշադրություն դարձնելու, ինչ-որ մեկին քաջալերելու, ինչ-որ մեկին այցելելու, ինչ-որ մեկին զանգելու, ինչ-որ մեկի համար աղոթելու, ինչ-որ մի բանով ծառայելու եկեղեցուն, ամեն, սրանով դու սկսում ես շինել եկեղեցին, մեր ծառայությունը այո կարող ենք դնել, մեր պարգևը, մեր տաղանդը, մեր հնարավորությունը ինչ-որ բանով ծառայել եկեղեցուն, սրանով մենք սկսում ենք շինել եկեղեցին։ Մեր աղոթքները մենք կարող ենք դնել, որպես շինարարներ, աղոթելով, բարեխոսելով, պատերազմելով, ամեն, տեսեք ինչքան շատ ենք, հարաբերական եմ ասում, սա մեր տեսիլքը չի, մենք ավելի ենք շատանալու, սա փոքր մասն է, բայց հիմա այս դահլիճի մեջ շատ ենք, բայց ուրբաթ օրերը գիտեք մենք ունենք աղոթքի ծառայություն, գիտեք ինչ քիչ ենք լինում, համեմատած այս քանակին շատ քիչ ենք լինում, սա էլ է ներդրում, որ դու անում ես կառուցելու եկեղեցին, Պողոսը գրում է նամակներից մեկում, մի ինչ-որ եկեղեցի չեմ հիշում և ասում է եփափրած ծառան, որ ձեր եկեղեցու անդամներից է կամ ծառայողներից է, ասում է անդադար աղոթներով պատերազմում է ձեր համար։ Այո, աղոթքներով նույնպես մենք աղոթում ենք սիրելիներ, եկեղեցու համար, աղոթքը դա շատ կարևոր բաներից մեկն է, երբ որ դու կանգնում ես ոչ թե միայն աղոթելու քո անձնական կարիքների համար, երբ որ դու պատրաստ ես ներդրվես ու աղոթես եկեղեցու շինության համար, եկեղեցու բարգավաճման համար, եկեղեցու ծրագրերի համար, եկեղեցաշենքի համար, մենք ունենք նպատակ, ծրագիր, եկեղեցաշենքը մեր ունենալու, ամեն, և հավատում եմ, որ մենք ունենալու ենք դա, բայց դա նույնպես կախված է ամեն մեկիս ներդրումից, սիրելիներ, այո, մենք Տիրոջից ունենք խոստում եկեղեցաշենք ունենալու, ավելի մեծ, ավելի հարմարավետ, որպեսզի կախված չլինենք ոչ մի բանից, որպեսզի ավելի մեծ ծրագրեր ունենանք և ավելի լավ կարողանանք ծառայել Աստծուն այդ շենքի միջոցով։ Բայց սրա համար նույնպես պետք է ամեն մեկի ներգործությունը, որպեսզի մենք լինենք շինարարներ եկեղեցու մեջ, ոչ թե ունկնդիրներ, ամեն, տարբեր բաներով սիրելիներ, մենք մեր ներդրումները կարող ենք ունենալ, ես ասեցի, հա, մեր հավատարմությունը, մեր ճիշտ արժեքներ տարածելը, մեր աղոթքները, մեր նվիրումը, մեր ժամանակը, մեր տաղանդները, մեր ծառայությունը, մեր ֆինանսները, ինչու չէ, այս ամենը կարևոր է եկեղեցու մեջ ներդրումը քո ունենալու, որովհետև եկեղեցին Աստծո դեսպանությունն է, որի միջոցով Աստված իրականացնում է իր գործը, որի միջոցով Աստված իր թագավորությունն է տարածում,
Եվ վերջին բանը, որ ուզում եմ ասեմ, եկեղեցին նույնպես սերունդների համար է։ Գիտեք, եկեղեցին կանչված է սերունդների համար։ Շատ ժամանակ մենք գալիս ենք եկեղեցի կամ ինչ-որ ծրագրեր ենք անգամ անում, մասնակցում, որտեղ մեզ այդ պահին լավ է, մենք այդ պահին վայելում ենք, մենք այդ պահին ուրախանում ենք, բավարարվում ենք, մենք դա անում ենք երբեմն մենակ մեր մասին մտածելով, բայց գիտեք, եկեղեցին սերունդների համար է, սիրելիս։ Տեսեք, ֆիզիկապես մենք շատերս ունենք, սենց նպատակ, ցանկություն ունենք, որ մեր սերունդին, մեր երեխեքին նյութապես ինչ-որ բան թողնենք, չէ՞, մեկը ուզում է տուն թողնի, մեկը ուզում է մեքենա, մեկը ուզում է ֆինանսներ թողնի, մեկը, չգիտեմ, լավ բիզնես է ուզում թողի իր երեխեքին, այսինքն մենք ամեն բան անում ենք, որ ինչ-որ բան մեր երեխեքին թողնենք, նյութական, եւ սա լավ է։ Բայց գիտես, եկեղեցին նույնպես սերունդների համար է, եւ այն եկեղեցին, որ մենք այսօր կառուցում ենք, մենք դա նույնպես պիտի մտածենք, որ Աստված ուզում է մենք մեր սերունդներին թողնենք կենթանի եկեղեցի, զորավոր եկեղեցի, արթուն եկեղեցի, միաբան եկեղեցի, կազմակերպված եկեղեցի, կայուն եկեղեցի։ Գիտես, Աստված ուզում է, որպեսզի մենք մտածենք նույնպես, որ ոչ թե միայն նյութական ժառանգություն թողնենք մեր երեխեքին, այլ հոգևոր ժառանգություն թողնենք, որպեսզի մեր սերունդները հետագայում ունենան մի եկեղեցի, որտեղ որ Սուրբ Հոգին շարժվում է գործել, որտեղ որ մարդիկ շարունակում են գալ եւ փրկվել։ Եկեղեցին 10, 20, 30 տարվա համար չի, սիրելիներ, եկեղեցին սերունդների համար է։ Մենք այսօր կանք եւ կանցնենք, բայց սերունդներ կան, որ մեզանից հետո գալու են, ամեն, եւ այն ինչ որ Աստված կառուցում է, դա սերունդների համար է։ Ես մի օր Նանսիի եկեղեցում էի կանգնած եւ փառաբանության ժամանակ աղոթում էի եւ գիտես, լինում են հոսքեր, սենց արթնություններ, ալիքներ եւ ես չգիտեմ ինչի միտք եկավ, եւ ասում էի Տեր, կարող է էսի մի հատ արթնություն է ու մի պահ լինի անցնի գնա։ Եվ այդ նույն պահին մտքիս մեջ, սրտիս մեջ եկավ խոսք Տիրոջից, որ այս եկեղեցին սերունդների համար է։ Այն ինչ որ Աստված շինում է, սիրելիս, դա սերունդների համար է։ Բայց դրա պատասխանատվությունը նույնպես մենք ունենք։ Ամեն։ Հալելույա։ Եկեք կանգնենք աղոթքի։ Հալելույա։ Եկեք թույլ տանք, որ Աստված մեր հայացքը մի քիչ ավելի հեռացնի մեզանից, ավելի լայնացնի, ավելի մեծացնի, ավելի խորացնի։ Ամեն։ Եկեք թույլ տանք Աստված մեր տեսողությունը բժշկի մի քիչ ավելի հեռուն տեսնելու, հեռուն նայելու։ Որպեսզի եսակենտրոն էգոիստ մտածելակերպ չունենանք։ Սենց թե նենց դու Աստծո զավակ ես, Աստված քո համար ամենալավն է ուզում։ Ասում է, ես քեզ երեսից չեմ թողնի, չեմ լքի, ես քեզ իմ ձեռքի մեջ նկարագրել եմ, դու իմն ես, հավիտենական սիրով սիրեցի քեզ, հավիտենական ուխտ արեցի քո հետ, սենց թե նենց սիրելիս դու Աստծունն ես, Աստծո զավակ ես, Աստված քեզ չի մոռանալու, երեսից չի ձգելու, Տերը գիտի քո բոլոր կարիքները, նա է բարի հովիվ, որ հոգում է իմ բոլոր կարիքները, դու Աստծունն ես, Աստված քո կարիքները հոգալու է, բայց խնդրի Տիրոջից, որ քո սիրտը ավելի լայնացնի մյուսների համար, իր գործերի, իր ծրագրերի համար, եկեղեցու համար, ավելի գլոբալ տեսնելու, ավելի ամբողջական տեսնելու Աստծո ծրագրի այդ պատկերը, ամեն, այդ puzzle-ի միայն մի մասը մի տես, ամբողջական պատկերը տես, ինչ Աստված ուզում անի։ Ինչով ես կարամ այսօր ներդրում ունենամ, նպաստեմ, որպեսզի Տիրոջ եկեղեցին, Աստծո ընտանիքը, այն դեսպանատունը, որ Աստված դրել է այս քաղաքի մեջ, ավելի զորացնեմ, ավելի պտղաբեր դարձնեմ, ավելի ծաղկացնեմ, ինչ որ բան անեմ գործնական, որ եկեղեցին առաջ գնա, որտև Աստված եկեղեցու միջոցով մեծ բաներ է ուզում անի։
Ամեն։ Հիշում եք անգամ Հայտնության գիրքը, երբ որ կարդում ես, Հիսուսի ուղերձը անհատներին չէր, Հիսուսի ուղերձը եկեղեցիներին էր, եկեղեցիների հետ էր խոսում, այս բաները ունես լավ է, բայց այս բաներն էլ ունես, որ լավ չի։ Այսինքն Հիսուսը մտահոգված է եկեղեցով, տեղային եկեղեցիներով, որտև ինքը կյանքը դրել է այդ եկեղեցիների համար, որտև ինքը անելիք ունի եկեղեցու միջոցով։ Ամեն, հալելույա։ Ես գիտեմ, որ մենք սիրում ենք քարոզներ, որտեղ որ խոսվում է հենց մեր անհատականության մասին, որ ինչքան Աստված մեզ սիրում, ինչքան Աստված մեզ պաշտպանում, ինչքան Աստված մեզ օրհնելու, ինչքան մեծ հրաշքներ անելու մեր կյանքերի մեջ, մեզ սա հաճելի է, դա էլ է ճշմարտություն, բայց արեք նույնպես սիրենք այս քարոզները, երբ որ Աստծո խոսքը քեզ հրավիրում է հայացքդ քեզանից մի քիչ շեղես ու քո շուրջը սկսես նայել։ Հա, կարանք սիրենք այս քարոզները, կարանք սիրենք այս Աստվածաշնչի այս մասն էլ, կարանք սիրենք Աստծո էության այս մասն էլ։ Ամեն։ Հալելույա։ Ինչ որ բան ստացար սիրելիս։ Ամեն։ Ինչ որ բան Տերը խոսած քո սրտին։ Փառք Աստծուն, վերցրու այն ինչ որ Տերը խոսած քո հետ, պահիր դա ու սկսի աշխատել դրա վրա, սկսի աղոթել, սկսի մտածել, սկսի խորհել, չթողնես որ ստեղից դուրս գաս ու այդ կնոպկեն սխմես անջատես ինչ որ ստեղ եղավ, մտածի դրա շուրջ, ամեն, Տերը քեզ կանչել է որպես կենդանի քար իրա տաճարի մեջ։ Հալելույա, եկեք միասին աղոթենք։